Նախընտրական քարոզարշավի 16-րդ օրը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն անցկացրել է մարզերում։ Կուսակցության անդամներն ու համակիրներն այցելել են Շիրակի և Արարատի մարզեր, շրջել քաղաքներում, շփվել բնակիչների հետ։ Լևոն Շիրինյանը ներկայացրել է իրենց ուժի ծրագրային դրույթները։ Կուսակցության նախագահը նաև ասել է, թե Հայաստանի որ մարզում ինչ մասնագիտացման անհրաժեշտություն կա։ Նրա խոսքով Հայաստանը ըստ մասնագիտացման պետք է բաժանել 5 մարզի։ Արարատի տարածաշրջան, որտեղ մեր պատկերացումով տեղակայված է նաև Երևանը իր պոտենցիալով, մեր կարծիքով պիտի որ գիտահետազոտական ինստիտուտների գերագայություն ունենա։ Այստեղ եղանակը մի քիչ բարենպաստ չի, կարճ ասեմ, ուրիշ անգամ նորից կբացատրեմ։ Շիրակի տարածաշրջանը համապատասխան աշխարհագրական տվյալների պետք է դառնա ագրոարդյունաբերության կենտրոն հանրապետությունում։ Այսպես գալիս ենք Գեղարքունիքի տարածաշրջան, մենք նախատեսում ենք, որ Գեղարքունիքը պիտի լինի միջին մեքենաշինության ուրեմն տարածաշրջան։ Հաջորդը Սյունիքի տարածաշրջանն է, գիտեք, այստեղ անկասկած լեռնամետալուրգիան է եւ հանքարդյունաբերությունը, որովհետեւ կասկած չունենակ։ Գուգարքի տարածաշրջանի վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք նախատեսում ենք ծանր արդյունաբերության զարգացում։